Ես վստահ եմ, որ իրենք գիտեն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի ձեռքին կամ հատուկ ծառայությունների ձեռքին կա այն ամբողջական ինֆորմացիան, ովքեր բառից բուն իմաստով իրենց խորտակել են։ Եվ ավելի լավ է իրենք նամուսով, թասիբով թողնեն հեռանան այսքանից հետո, որպեսզի որոշակի գործողությունների արդյունքում, ցավով եմ նշում, հանկարծ հայ եկեղեցին, մեր սրբություն սրբոցը, մեր ինքնության հենասյունը որևէ վնաս չկրի։ Ինչ տվյալների եւ ինչ փաստերի մասին է խոսքը Տիկին Ստեփանյան։ Դե գիտեք, ինֆորմացիաներ կամ փաստեր կան, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը երկրի թիվ 1 ամբիոնից ասում է, որ ինքը գիտի, որ օրինակ հոգևորականներից շատերը պիղծ են, որ հոգևորականներից շատերը սրբապիղծ են, որ հոգևորականներից ոմանք թաթախված են ամենատարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ, որ օրինակ որոշ հոգևորականներ սեռական մոլագարներ են, KGB-ի ագենտներ են, ուրեմն ես ձեզ վստահեցնում եմ, այս ամեն ինչը արտաբերելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի սեղանին հատուկ ծառայությունները ըստ երևույթին դրել են բավականին մեծ թղթապանակ, որից վարչապետը կարծում եմ շատ մեծ դժվարությամբ ֆիլտրում է ինչը ասել հանրությանը, ինչը պարզապես թողնել պատմությանը կամ պարզապես թողնել այդ թղթապանակի շրջանակներում,